Բարի լույս, սիրելի հետևորդներ, բարի լույս եմ ասում ողջ աշխարհին, ինձ դիտող բոլորին, օրը թող բարի բացվի, բոլորիդ համար, ես էլ պատրաստվում եմ գնամ աշխատանքի, 2 բաժակ կոֆե եմ դնում, խմեմ, որ գնամ, եղանակը նորից մռայլ է, տխուր է, դեռ երեկվանից դեռ նկատեցի, որ այն չէ, որ ասում են եղանակը խառնեց, այո խառնեց, մեկ է տեսար այսօր ձյուն եկավ, ձյան եղանակա, դե երեկ էլ արդեն ուշ ժամ էր, շամփուրները լվացի, չորացել եմ, տեղադրեմ, միջայլոց իրամիջի այդ ամանն էլ ենք լվանում, խորովածի ժամանակ յուղը լցվում է այդ ամանի մեջ, լավ է, ու հանում լվանում ես, այսպես, ես էլ իմ կոֆեի սեղանը, այստեղ ունեմ չիր ու չամիջ չարազեղեն, բայց դե գիտեք, ես ոչ մի բանով էլ չեմ սիրում կոֆեն խմել, միայն դառը, վայելել այդ դառը համն ու հոտը։ Հեսա Լիլիթն էլ կգնա, դե Լիլիթն էլ ինձ նման շատ շուտ է գնում, բոլոր երեխաներից երևի շուտ։ Մտածում եմ, որ կուշանա։ Բայց այդպես էլ պետք չի, լարվում ես, այ ուշացան, վայ ուշացա, մի խոսքով։ Ես էլ այսպես դե ես բնականաբար ես այստեղ մենակ կխմեմ սուրճը, սա տանեմ ամուսնուս, կոֆենա պաստել, ես էլ եկա իմ անմահական կոֆեն խմեմ։ Ձյան ջերմակ փաթիլները, հոսում էին արցունքիս կաթիլները, հեսա ձյուն կգա, ջերմակ փաթիլներով, հաստատ, աշունը տակ հարեց, մտածում ենք, որ ձմեռն էլ տակ կլինի, ձյուն չի գա, բայց մի լավ ձյուն եկավ, ու կգա դեռ, անցած տարվա տեղը կհանի։ Մազերս փռած չեմ կարում, սենց ոնց որ փշերի վրա նստեմ, նոր եմ լվացել, ֆենել։ Ինչ կարծիք եք, մազերս սենց կարճացնեմ, հետո էլ մտածում ասում եմ մեկան օրից կապելու եմ գործի մեջ, կամ այդքան չարչարվել եմ, կական յուղերի շամպունների հաշվին երկարացրել, իմիջայլոց իմ էջին նոր հետևորդներ կան միացած, որ հետևում են իմ ալիքին և հարցեր են տալիս, Նազ ջան, որտեղ ես աշխատում, հիվանդանոցում եմ աշխատում, դե ես վայքում եմ, բայց գնում ենք Եղեգնաձոր քաղաք, Նորալն էլ եկավ, գնում է դասի, և հայկական շամպունների մասին էին հարցրել, այո, շատ լավն էին, թե ինչու է իմ մազերը այդքան փայլում, դա հնդկական շամպունների յուղերի ներկի արդյունքն է, շատ ընտիր են, խոսքերը ավելորդ են, ընտիր։ Անուշ լինի, բոլորդ էլ որ հիմա կոֆե եք խմում, թող անուշ լինի, առաջիչ քոն էինք սենց, երեխա ժամանակ էր, հա, ոչ թե մենք երեխաներս ենք տենց ոգևորված բաժակաշրջային բաժակնային, այլ մեծահասակներն են, հիշում եմ, մեր մամաները հարևան բան, կոֆեի մեկին գտնում էին, կոֆեի բաժակ նայով, բաժակ էր նայում, բայց հիմա, հաջող Լիլիթ ջան, հա, բայց հիմա, մի ժամանակ էր հավատում էին մարդիկ, բայց հիմա ոչ մեկ էլ էս ստին չի հավատում, մի ժամանակ ուրիշ էր կյանքը, ամեն մի, չնայած կարող անենց բաներ էին ասում, որ կատարվում էր, մարդիկ նեղված էին լինում, ծելով այդ կոֆե բաժակ նայողին,
ուրախանում էին, հույսեր առաջանում, էդ էլ այն ժամանակվա հույսի աղբյուրներ, հա, այս տառը կասվենց, երկար ճանապարհ կգնաս եւ այլն եւ այլն։ Հիշեցի, ինչեր եք հիշում, դուք էլ կհիշեք, ինձանից մեծերը կհիշեն, այո։ Հիմա չեմ տեսել իմ շրջապատում, որ բաժակ նայեն։ Չկա, դե լավ, ես էլ հագնվեմ, որ գնամ։ Հաջող աշխատանքից հետո սիրելի հետևորդներ, ձմեռը թարմանում է, այսօր կրկին նոր ձյուն է գալիս, երեկ ասեցի, չէ, որ եղանակը մի տեսակ մռայլվել է, ձյան եղանակ է, և փաթիլներն էլ հանդարտ, կամաց է գալիս, փոքր փաթիլներ, սա նշանակում է, որ կդնի, ձյունը կգա, եղանակը մի քիչ հիմա տաք է, դեռ տեսնում եք ճանապարհը չի սառցակալել, չի փակվել, բայց գիշերը եթե այսպես եկավ, հաստատ ձյուն է լինելու, մերկասառույցներ, բուկ, սառնամանիք, սա վայքում է այսպես, պատկերացրեք, որ լեռնային շրջաններում ինչ կլինի, մեզ մոտ նախալեռնային է համարվում, ցուրտ է լինելու, բուք է լինելու, բայց դե ձյունն էլ է հաճելի, ձմեռն էլ է հաճելի, երևի թե երեկոյան, եթե ձյուն եկավ, իջնենք, մի քիչ քայլենք, լույսերի տակ, դեռ այդ տոնական տրամադրությունը շարունակվում է, ինձ թվում է բոլոր տեղերում էլ դե նոր տարվա այդ արտն ու զարդը չեն հավաքել։ Գնացինք մի երկու գնումներ կատարեցինք, եկել ենք տուն, հիմա անցնեմ ներս, նորից պատվերներ ունեմ, խաչապուրի պետք է սարքեմ, լավ է, անցնենք ներս։ Մի քիչ հետո կտեսնենք, քանի որ եղանակը չի ասել, չէ, ես էլ մեր վայքի եղանակ ասողն եմ, այնպես որ մի կողմից ուրախանում ենք, մի կողմից էլ զգուշություն, հատկապես վարորդներին, վթարներից զերծ մնալու համար։ Բոլորին բարի ճանապարհ, անփորձանք երթևեկեն, ուր էլ գնան բարով հասնեն իրենց տները։ Մտա տաքուկ խոհանոցը, եկա այստեղ եւ այս էլ գնումները։ Խնձորից, կապույտ խնձորն է, վերցրել ենք երկու մատնաքաշ, այստեղ ինչ ենք վերցրել, հա, անձեռոցիկ, բայց այստեղ Լիլիթը չի տեսել, չի քանդել, սնիկերս, մակ կոֆե, ջերմուկ, ես վերջերս սկսել եմ պարտադիր խմել այդ հանքային ջուրը, չգիտեմ ինչու, բայց խմում եմ, առաջ չեմ սիրել, կանֆետ, երեք աշոտը կանֆետ էր ուզում, բայց չգիտեմ ոնց որ թղթերից հիշելով, ես կանֆետներն էր, մի փոքր վերցրել եմ, տեսնեմ ճիշտ եմ վերցրել, թե ոչ, եթե արդեն հավանեց, եթե սա է, արդեն գիտեմ, կվերցնեմ, այստեղ պանիր եմ վերցրել, գնդեվազի պանիրն է, իմիջի, լավն է խաչապուրու համար, բայց ասեմ, որ խանութներում այդ գնդեվազի են պղպեղով պանիրը չկա, ինչու չկա, ես էլ քանի օր է գնում եմ և չկա, դատարկություն, չեցրել ենք հավ, թռչնաֆաբրիկայինն է, ասեք է 2 օր առաջ հավը դրեցիք ջեռոցը, 3 խոզի խորովածը կերակ, ես ինչ եք անում, այս հավը հատուկ պատվեր է, հաջողություն լինի, բայց ոնց որ տեսնում եմ հաջողություն չի լինի, ասեք ինչու, ձյուն է գալիս, հիմա կասեք ձյունը այս հավի հետ ինչ կապ ունի, այո, շատ մեծ կապ ունի, ասեմ ինչու, որովհետև մերին էր ուզում, որ այդ ջեռոցում դնենք, վաղը ուզում էր գար, բայց դե եղանակը խառնեց, նորից կգա բուկ, եթե այսպես է, Տիգրանաշենի բոլոր աններում խնդիր է առաջանում, դժվար անցանելի, անցած անգամ նկարել էի, տեսակ, երևի չգա։ Ուզում եմ իջև մեր լուսամուտը կա, լուսամուտը բացում, ստեմ սակայվ սղամ էտ համ։
Երևի չգա, բայց դե այսօր բայց դե պատվիրեց մենք էլ հատուկ իր համար վերցրեցինք, որ սարքեինք, բայց ոնց տենում եմ ճանապարհները վատ կլինեն, երևի չի գա։ Դա խնդիր չի, եթե չլինի կդնենք սառցախցիկ, երբ որ գա այն ժամանակ կպատրաստենք, կարևորը որ վերցրել ենք։ Մերի ինչ ենք անտեսում, գիտեք։ Մերի վաղն է մագալու։ Հա, գործից կարող է հալները գար, բայց դե դյունա ողջ գիշերը կապ կդնի, երևի վաղն է կգա։ Այդպես է։ Ես ուզում եմ իջև Մելիսա մտքան նստեմ սղալով էդ հա։ Էդ որտեղ ես տեսել։ Ռուսաստանը մի հատ քաղաք։ Որ հասել է պատուհանների։ Մա որ իջնես սկես, սուզվես մեջը։ Չեմ եղի Լավ, հիմա պատվերից խոսեցինք, էլի ես պատվերներ ունեմ։ Անցած անգամ որ խաչապուրի էի արել, սնիկերսը ճարեցիր։ Այդ խետ են փոքր։ Ինչն է փոքր չի։ Դիր կոֆե։ Нет։ Հա։ Պատվերներից ասեցի, հիմա անցած անգամ խաչապուրի էի պատրաստել, քիչ էր, բոլորն ուզեցին ուտել, քիչ հասավ, այս անգամ շատացնում եմ, շատ եմ թխելու, խաչապուրի ենք, հա, խաչապուրի ենք թխում, սրանք այստեղ ես խմորը պատրաստեմ։ Բոլորիս եք արել։ Ինչը, իթնել այսպիսի բնավորություն ունի, պետք է կիսի ընտանիքի անդամներին բոլորին էլ Հա, կամանց, ահա, պետք է բոլորին էլ ինքը կիսի բաժինը տա, լիլիթը փոքրուց էլ այդպես է եղել Հիմա ես սարքում Հա, Խմորը պետք է բանվի, եշտեմ խավի պապիրը կա Հա, ես ամանն էլ թողել եմ, սրա մեջ պետք է անեմ, մեծ է ինքը, լայն է Այդպես էլի Ամանի մեջ դրել եմ մոտ երևի 200 գրամ կարակ է և մեկ բաժակ էլ մածուն, նախապես դնեմ, որ ինձ համար հեշտ լինի Մածուն է, մեկ բաժակ Մարյանայի մածունն է Սա այստեղ սոդա պետք է հանենք մեր սոդա Սոդա գտալ բերեմ փոքր Կես թեյի գտալ սոդա է ընդամենը գնում Կես թեյի գտալ Տեսեք ինչ հեշտ է այս խաչապուրի պատրաստելը Կարակ, մածուն, սոդա, ալյուր Այս բաղադրիչները ու անցած անգամ ես պատրաստել էի խաչապուրի և այն խուրմայով, մանդարինով, միջուկով թխվածքաբլիթը շատ համեղ էր Խմորը կարող եք պատրաստել հեշտ, համով, փափուկ ու խաչապուրի սարքել, թխվածքաբլիթ, ինչու՞ չէ նաև կարող եք պիցա էլ թխել, համեղ ստացվում է, կարագը մանրացրի, տար, ուր ես գնում, խանութ ես գնում, գնա, դուրնա, Այո Սամ չեք զանգել մեկ եք այդ, բարև ձեզ Բարև ձեզ Հարցել եմ, ասեմ գնացել ես իրաստուն, ասես չէ Հա Հակ ացայի, կալոգայից Կալոնկեն լավ է, աշխատում է Իշկան լավ է Դնգակ YouTube Սա էլ գազի սպասարկման աշխատողները, որոնք շատ լավ սպասարկում են կատարում Շնորհակալություն Այլ ազատեր կտենան քեզ, Սևա, գնա Այդքան գովում եմ, իրոք Շատ շնորհակալ եմ, երբ կանչել եմ,
Պարտաճանաչ կայացել են, ինչով կարողացել են օգնել են։ Շնորհակալություն։ Գազի կալոնկան սարքել են եւ հիմա էլ եկել են տեսնեն ձենձուն չեմ հանել։ Շատ լինի, անվտանգ լինեք։ Այո, շատ գերազան։ Առողջ լինեք։ Դուք էլ գերազանց սպասարկում եք կատարել, չի փչացել։ Այդ 700 րոպան եմ առնտել։ Լավ, անջատենք ձեր գործ։ Հա, ձեզ կտենակ։ Հեսա դնում եմ էլի։ Կխմեն։ Այո։ Կամպոտ։ Կամպոտի եմ ինչ եմ հիշում։ Այն ինչ դե համու արտակարգ բան։ Ամեն ինչ կար։ Գիտես ինչա, դաղցով, մաղցով, պատվալը կա։ Առաջինն էր, Հա, համով էր, չէ։ Բա համով էր իրոք։ Նստեք, հեսա կոֆե դնեմ։ Նա բայց իրոք չէի պայ ասեմ մենակ չասելի մեկ։ Չէ, լավ աշխատեց։ Եղանակից Օրինակ երեք, Եղանակից կարող։ Այս կամպոտնել այս մարդկանց հյուրասիրելու պատվին, որովհետև մի անգամ էլի եկել են, խմել են, շատ հավանել են եւ նորից բացեցինք։ Լավնա, նույն համինա, էսի ուրիշա։ Հա, կարող է Հա, այդ տենց խառն եմ փակում, ես երևի Նախարարը նույն բանի սմարոզինը մի տեսակն է, մեր տեսակն, սա մեր որ նայես Հա, նայեք։ Չեսար Բելյանի պալատը որ կա, չէ՞ մեր գյուղը։ Աշուն եկավ Աղջապետ։ թողեցի գազի սպասարկումներ, միշտ գալիս են, ստուգում են, հոգազ չի թողել, գազի հոտ իրենց այդ գործիքներով ստուգում են, ու գնում են, շատ է պատահել, որ ես մեր գազի կալոնկան փչացել է, հենց զանգել եմ, անմիջապես եկել են ու սարքել են, գոհ եմ, շնորհակալ եմ, լավ սպասարկման համար։ Ալյուրը կարագով այսպես տրորում եմ, փշուրիկ եմ անում։ Ես այսպես տրորում եմ, խառնում եմ, բայց դե սա որ մածունը լցնեմ, էլի ալյուր է պահանջվելու, էլի, այս գունդը կարող են դնեմ սառնարանում, հետո էլ հանել թխել, չի փչանում։ Եվ ես էլի տեսնում եք, այսպես պետք է հունցեմ։ Վստահ ասում եմ, փորձեք այս խմորի տարբերակը։ Վստահ, այն էլ վստահ։ Տեսեք էլի ալյուրա պահանջվում։ Ամբողջ ալյուրը հավաքեց իր մեջ, բայց ես պետք է մի հատ այսպես այստեղ հունցենք։ Առանց ալյուրի։ Փափուկ, լավ գունդ։ Եվ այս ամանի մեջ կթողնեմ, կփակեմ ու թող հասունանա։ Կես ժամ պարտադիր է որ մնա, դրանից ավել էլ կարող են։ Ալյուրը չգիտեմ, պետք է գա, միգուցե ինքը տենց չկպչող խմոր է, ինձ թվում է պետք չի գա։ Ամաններ հավաքվեցին։
կլվանանք։ Ես էլ մի հատ ես անմահական կամպոտից խմեմ, յուրահատուկ համ է, դաղց, ելակ, լիմոն է, Ինչ եք անում։ խաչապուրի եմ սարքում, ինչ եմ անում։ Խմորը չի եղել։ Նոր եղավ, բայց պիտի հասունանա նոր։ Հա։ Ինչ այլ է։ Կոնֆետա ինչ ես հոտոտում։ Հա։ Որ հոտոտեցիր ինչա փոխվելու։ Это отравлено. Ինչա։ Նավորա։ Отравление։ Լավ լինի, այստեղ ջուրա միացնեմ թող տաքանով եւ սարցախցիկից սիբեխ եմ անել։ Սիբեխ սարքենք, բայց սա Լիլիթը չի ուտի, Աշոտը միգուցե ուտի։ Փոքր կացայի մեջ սա չի տապակվի։ Այնքան թարմ է մնում, այնքան լավ է մնում, հեսա թող ջուրը անջատվի, կդնեմ կտեսնեք։ Մեծ կացա լինի այդ ներքևի մասը լայն, որ սառույցը սառած է, էլի, տեղավորվի։ Այլ նայեք, ինչ լավ կանաչ մնացել է, պատկերացրեք։ Լավն է, չէ։ Ահա, տեսեք, ինչ լավ կանաչ մնացել է։ Հեսա գիտեմ, գրելու եք, հարցնեք, Նաշ ջան, այդ ոնց ես արել։ Սովորական խաշում եմ, կիսա, եփ եմ անում։ Մի հատ եռած ջրից հանում եմ ու քամվում է, դնում եմ սարցախցիկ։ Ասեմ, որ աղել չեմ անում։ Եվ գիտեք ինչու, եթե լավ էփած լինի, հիմա իրան եռացնես, արդեն ինքը սենց կտրորվի, հա, կլինի եսի ինչ։ Տաք ջուրն է լցնում ենք, գույնը լավ էլի կանաչեց, ոնց որ թե դաշտից նազոն նորա գնաց է հավաք է բեր է։ Մի փոքր ջուր լցրեցի ու միացնեմ։ Թող իր այդ գոլորշիով էփվի, բայց դե մտածեմ ինչ էփեմ։ Ահա, մի քանի րոպե է անցել, տեսեք ուզում է նոր եռալ, բայց ես ուզում եմ տեսնեմ ոնց է, ինչ է լավ բաժանվել է, հալվել է, ինչ սիբեխի հոտը, ինչ սիբեխի հոտ, կարելի է ասել գարնան հոտը, կարելի է ասել գարնան հոտ, սիբեխի հոտ չասենք։ Առանձնացնեմ, որ ավելի հեշտ եռա, մի փոքր ջրով, հեսա կեռա, նոր աղը կլցնեմ։ Ինչ լավ էփվում է։ Սիբեխն էլ շատ շուտ է էփվում, անավանդ որ սա էլ դալար, մատղաշ սիբեխ է, աղ լցնեմ։ 2 րոպե եռա ու քամեմ։ Մի հատ խառնեմ,
աղը որ տարածվի եւ տարակ համելու մի քիչ կամացանեմ։ Հեսա կվերադառնամ, չներվեք։ Կացան եկավ, յուղ, լավ յուղ ասեցի, այսինքն շատ յուղ։ Մի հատ այսպես շորում ուտան, աղը տեղնա, ասեմ, ու նայեք տեսեք իրա գույնը ինչ լավ կանաչա, չէ, ոնց որ գարնան բանջար լինի, գարնան սիբեղ լինի, ասեմ, որ առանձնահատուկ ոչ մի բան չեմ անում, ոնց խաշում եմ, պահում եմ սառցախցիկում, այդպես էլ նկարում եմ և ձեզ ցուցադրում եմ սիրելի հետևորդներ, ասեմ, որ կիսաեպ եմ դնում, ամբողջությամբ չեմ խաշում եւ աղն էլ հիմա եմ լցնում սկզբից սառցախցիկ դնելու համար աղ չեմ լցնում ձվի համար վերցրել եմ 2 աման հիմա կասեք ինչու այսա ցույց եմ տալիս իրելի հետևորդներ որովհետեւ խաչապուրի եմ արել խաչապուրի պետք է չէ պատրաստեմ ու դեղնուցն եմ օգտագործում այդ սպիտակուցները որ Իզուր չմնա սառնարանում փչանա, սպիտակուցները կլցնեմ, տեսեք ինքան փոքր ձույ է, ոնց որ լորի ձու լինի։ Ահա։ Եվ մի հատ էլ այսպես ձու հենց այստեղ, իսկ սա էլ կպահեմ խաչապուրու երեսին, որ կսեմ, ասեք, որ լավ, բան էի մտածել, Եվ իմ սովորության համաձայն պետք է լցնեմ մի հատ սենց արագ խառ մշտորեն։ Համեցեք սիբեղ ուտելու։ Գարունա, գարուն։ Ով կպատկերացներ, որ դարը այդպես կզարգանա, մի օր ձմռանը, երբ ներկայիս պահին ձյուն է գալիս, մենք կուտենք սիբեղ։ Ճիշտ այն ժամանակ կարող է չորացնեին պահին, բայց սա թարմ, կիսաթարմ տարբերակն է, կանաչ, որը չի տարբերվում նոր հավաքած սիբեղից։ Երևի թե արդեն կես ժամն էլ անցել է, հեռացել է կես ժամը։ Խմորը մի հատ նայեմ, չնայած վնաս չկա, երկար մնա, կարող ենք պահել սառնարանում, վաղն էլ պատրաստել, կարևորը, որ ընտիր խմորը։ Փակեմ ու անջատեմ, վերջ, սա պատրաստեցի, ձուն այսպես և խմորը, ու մի հատ իրար հետ նայենք, ինչու առանց ձեզ բացեցի, տեսեք, փափուկ, շատ լավ է։ Այստեղ մի փոքր պանիր եմ քերիչով անցկացրել, սա դեղին պանիր է հալվող, բայց գնդեվազի պանիրով կսարքեմ խաչապուրին, նաև սրանով։ Առաջացավ, որ կարելի է այդ խմորով 2 հատ էլ աջարական խաչապուրի սարքել, այս պանիրն էլ հենց կլցնեմ կհալվի։ Շատ լավ միտք։ Լավ աշոտն էլ հիմա գալիս է։ Մի քանի օր առաջ ուզում էր աջարական խաչապուրի տեսնեմ ինչ կասի կսարքեմ, եթե չէ կխառնեմ մյուս պանիրին կլցոնեմ այդ խմորի մեջ։
Իջա, հա։ Հա, Կոֆե դրմատ։ միացրի։ Հա։ Կոֆե դուր։ Հաց ուտենք նոր։ Կոֆե դուր։ Հաց ուտենք, լավ կանի մի բաժակ կոֆե դնեմ։ Ջուրը բացի։ Չգիտեմ պապոտ կխմի, թե չէ։ Ուրա։ Հայրիկըտ։ Կոֆե խմվես։ Խի։ Նոր է խմե տունը այդ գազի սպասարկման մարդիկ էին եկել, դրեցի հետները խմեց։ Դրա համար սուպից հրաժարվեց։ Ուրա կոֆե։ Բայ, ես ինչ-որ չեմ տենում կոֆեի։ Հեն մեր լավ կոֆեից մի գտալ կլինի, լավ, ես քեզ սրանից կդնեմ։ Ասում էր, բայց ենա ձունա գալի, եղանակները բուքը բորան կլինի։ Ճամփեքը փակ կլինի, ճանապարհները փակ։ Հավեսին ձունա չէ, գոլիով շուտ։ Հա, մաներա։ Չեմ սիրում ես ու։ Ես սիրում եմ։ Այս կոնֆետներից էիր ուզում։ Հա։ Հա, այսօր խանութ գնացի մտածում, ասում հրանդ այս կոնֆետից էր, աշոտ թղթերից իմացա, բայց այդ ելակից չկար, չէ՞ մեր տունը։ Դեղինն էր, չէ՞։ Էդ էլ ելակի է։ Էս էլ բան է, սև հավարժ է։ Մեկ կոֆեն չթոփի։ Ան։ Ինչ։ Չէ։ Լիլիթ։ Ես չեմ բերի։ Աշոտ, հիմա խաչապուրի եմ սարքում։ Այս խմորից կլինի աջարական խաչապուրի, թե չէ։ Թե չի։ Ինչ։ Լավ, ունեցան բանը։ Կարդից տեղը, ու всё։ Էդի տակի դիպտեն։ Ուրեմն մի հատ նայեք, ես ինչ լավ խմորա եղե։ Ահա, փոփոխ։ Աջարական խաչապուրի կուտեք։ Աշոտ։ Ձեն չկային, որ ձու են անում։ Ամ գիտեմ որ։ Ջարդի, դիր տեղը։ Սահա։ Դիր տեղը։ Լսի, որ ձու են անում, կուտես դրանից, թե սովորական պաներով սարքեն։ Հա։ Լավ, տեսեք, հարցրեցի։ Ես ինչ լավ խմոր ա եղե։ Փափուկ։ Հիմա քանի գունդ կլինի, քան էլ կանենք։ Ինչ փափուկ գնդվում են ու տեսեք, որ գովալու էլ չի, տեսնում եք, առանց ալյուր չի կպնում։ Սոված չեք դուք ժողովուրդ։ Ինքան եմ սոված ու արդեն։ Ինչ, կոմա ես տա։ Խաչապուրի էիր ուզում, անցած անգամ ասիր, այ, խաչապուրի եմ ուզում, հիմա ես էլ խաչապուրի եմ սարքում, բայց ուզում եք հաց դնեմ ուտեք, թե խաչապուրին բա, լավ չէ թխեմ նոր, մնաց սոված, հա, բա
Մենք էլ քեզ ենք այս անի որ աջարական խաչապուրի չեմ անում եւ այդ բաներին էլ խառնում եմ սովորական պանիր։ Ինչ? Այսինքն պանիրի սովորական։ Էսի ուրիշ պանիր է, Աշոջան, դեղինը։ Հալվող պանիր է, էս էլ սովորական գնդեվազի ջրի պանիր, այն որ ջրի մեջ կա վաճառում են, դրանցից է։ Խառնում եմ, այսպես տրորում եմ, լավ, որ պանիրը առատ լինի, համեղ լինի։ Իրը մի կողմ և ձուն։ Պատրաստենք։ Դե յուղաթուղթն էլ արդեն տարայի մեջ է։ Բացենք ու շարենք։ Օ, մի հատ ջեռոցը միացնեմ, որ հենց անմիջապես դնենք։ Բացի թողերը ջեռոցի դեպքում։ Ինչի։ Գնդերն էլ։ Սենց բացում ենք։ Սենց փակենք։ Ահա։ Այս անգամ մեծ եմ անում։ Շատ լավ է, ոչ թե լավ, այլ շատ լավ։ Ահա որ լավ։ Այո, խաչապուրիներ։ Ահա, սա այստեղ։ Հիմա երթով բացելու եմ ու այսպես դնեմ։ Այս խմորը կարող եք անել ու մեջը բանջար դնել։ Բանջար։ Ահա, տեսեք։ Սա արդեն դրել եմ այստեղ և հիմա ինձ ինչ է մնում, մի հատ լավ ձու անեմ, ծվով որ կորմիր, կարմրաթուշիկ լինեն։ Կողքերով էլ կսեմ, ինքը ուռելու է բարձրանա։ Ահա, և մնաց վերջին։ Դե իհարկե մի հատ էլ պատառաքաղով նախշեր սենց սիրուն կանենք, որ ավելի լավ լինի, սիրուն լինի,
Չէ, սենց սիրուն երեսը։ Ասեն չեմ սենց արես, և դրս, սա էլ ջերոցը, թողտ, գում, 4, 6, 8 գունդել մնաց այստեղ, գնդերը հիմա էլ բաց են, որ հենց հանեմ արագ պատրաստ լինի, ժամանակ չկորի։ Բացել եմ, այս 2 հատն էլ ուզում եմ սիբեխով սարքել, սիբեխով տարբերակ, մի փոքր սիբեխ եմ լցնելու, շատ համեղ է լինելու ինքը, նորվա էփած սիբեխն է, ցանկացած բանջարով կարող եք պատրաստել։ Ասպես վերում ենք, կպցնում, լինում է պատկերացնեք ժանգյալով հաց, նույնն է, նույն ժանգյալով հացի պես, մի քիչ տափակ տենց լայն արեցի, մի հատ էլ սա, խանգարի շոտ չլինի, չմոռանամ նաև, որ ջեռոցի մեջ էփվում է, չվառենք։ Հապուկ խմորա, հետո էլի կբաց։ Ահա, և վերջապես տեսեք, թխվեց, կարծում եմ սրանից ավել էլ պետք չի, որ կարմրին, էփվել է, Օ, տիրա, պետք է հանենք, տեսնենք սրանով կարող ենք պոկել հայա, ինչ լավ է եղել, մի հատ այսպես նայեք, լավ է, չէ, ընտիր, և հերթով հանենք ու շարենք, ուռելա, սիրում, խաչապուրի սիրողներ, հավաքվեք, խաչապուրի սիրողներ, հավաքվեք, եկեք, իհարկե ձենձուն չկա, ոչ մեկն է չի սիրում, ինչ գնահատական եք տալիս, համն էլ գերազանց, այնքան շատ բաղադրիչներ չեն պահանջվում, այստեղ սրանք էլ կտեղափոխեմ, ես երկուսը գիտեք, մի քիչ յուղաթուղթն էլ վերջացավ, վերջիններ,
Բայց դե ոչինչ։ Խնդիր չի։ Կհերիք է, այս թվում է։ Ահա, և այս վերջինը։ Ես էլ, ահա, մի կետ եղավ։ Ձունել 20։ Այս խմորի բաղադրատոմսն էլ կարելի ասել, որ էլի ես եմ ինձանից մոգոն է, հորին է, արել եմ լավ ստացվել ու իմ մշտական բաղադրատոմսն է։ Ջռոց է ինձ է սպասում։ Կարելի էր մի տապակի մեջ էլ անել է, չֆայմեցի։ Բան չեն ասում, հայի վերջին խելքը ինձ լինի, հիմա իմն է։ Սիբեխովները տարբերվում են։ Տակը։ Դե թող թխվի։ Ես էլ պրծայի զոլոմարումից։ Չպրծա էլի։ Ալյուր այսպես էլ բացելուն պետք չեկա, դնենք իրա տեղը, ոյ, ես ինչ լովն են, երմես ինչ լովն է, համով է, պանիրն է աղի, դա պանիր է մեջը, Իմի պոչական չկպցնես, խաչապուրի աղի պանրով, սա էլ թխվեց, սիրելի հետևորդներ, ասասրանով սենց պոկի, սիրուն դիր, Ես մեկի պանիրը տեսեք, բացվել էր, կպել է, բայց ոչ։ Ես էլ էդ բանը, սիբեխովները։ Երև մյուս անգամ կսարթեմ, սենց մանդակով սիբեխով հացեր կանեմ։ Ես ամենահամով է, ես այս սիբեխով հացն է լինելու։ Եվ վերջ։ Հաց կատում է։ Այո։ Սարի գելնախատ է։ Որ սարի գելնախատ է, միշտ էլ եղել է հաց։ Ոտերդ առել ենք։ Գնացել ենք խանութ, քո պատվին մատնաքաշ ենք թարմը առեն։ Մեկ կհանենք, միշտն էլ հետո։ Իսա կտրեմ, մացում։ Կամանց այդ տղա պլի։ Են ինչ ճարդիր։ Ոչ պոկիր։ Մեջը սիբեխ եմ դրե։ Չա սիրո, սիբեխով։ Պանիր հեսա լցնեմ։ Պանիր հեսա կտամ։ Մայոնեզ, կեչուպ հեսա կտամ։ Պապա, արի։ Վայ լիլիտ, արի։ Սիբեր, անես, հա, տարդիր։ Լիլիտ, դու խաչապուրի չես տեսե, որ մաման թխել է։ Ստոպ է, Չէ։
Ես դրա։ Այսօր է։ Սել համով սիբեխը։